Հարգելի գործընկերներ, չզեկուցվող հարցերի փաթեթում մենք որոշում ենք կայացրել, որը վերաբերվում է Օմանում Հայաստանի դեսպանատան բացելուն եւ կարծում եմ սա եւս կարեւոր է մեր արտաքին քաղաքականության ակտիվացման տեսակետից եւ մեր դեսպանատների ցանցը աշխարհում ընդլայնվում է, ինչը կարևոր է մեր բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության գիրառման տեսակետից։ Պարոն Միրզոյան, ինչ մեկնաբանություններ ունեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, եթե շատ ֆորմալիստական հայացքով նայենք, մենք իրականում Օմանի սուլթանությունում դեսպանություն բացելու որոշումը կայացրել ենք նախորդ թիվ, եթե հիշողությունս չի դավաճանում, ապրիլի 10-ի մեր նիստում։ Հիմա հատկացումներ ենք անում որոշակի բյուջետային, որպեսզի այդ որոշումը կարողանանք կյանքի կոչել։ Իրականում մեր եւ Օմանի հարաբերություններում եւ քաղաքական երկխոսության եւ տնտեսական հարաբերությունների խորացման հսկայական պոտենցիալ կա։ Մենք շատ լավ փոխըմբռնում ունենք մեր գործընկերների հետ այնտեղ բազմաթիվ հարցերի շուրջ եւ նաեւ տեսնում ենք թե այդ ներուժը ինչպես կարող ենք իրացնել։ Մի օրինակ կարող եմ բերել, օրինակ Օմանը այժմ իր ծովային եւ այլ ենթակառուցվածքներն է զարգացնում եւ մենք Օմանի ծովային տարածքը, օդային տարածքը, ցամաքային տարածքը կարող ենք փոխկապակցվածության, տրանզիտի եւ այլ առումներով ավելի լավ օգտագործել։ Սա լիովին համընկնում է խաղաղության խաչմերուկի մեր նախաձեռնության հետ եւ մասը ըստ էության։ Նաեւ մի հանգամանք էլ կա, այսպես կողմնակի ազդեցություն։ Ընդհանրապես մենք ծոցի երկրների հետ ենք զարգացնում մեր հարաբերությունները, իսկ Օմանը ծոցի երկրների շարքում բավականին լուրջ դերակատարում ունի եւ նաեւ Հնդկական օվկիանոսի եւ Աֆրիկյան մի շարք երկրների հետ Օմանի սուլթանության կապերը հաշվի առնելով մենք հույս ունենք, որ կարող ենք Օմանից մեր հարաբերությունները այդ ուղղություններով եւս զարգացնել։ Վերադառնալով կոնկրետ որոշմանը, որը այսօր ընդունեցինք, ըստ էության մենք մի մասը ծախսերի ստացվում է, որ հատկացնում ենք արդեն իսկ ԱԳՆ-ին հատկացված բյուջեից, մենք օպտիմալացում ենք անում ծախսերի որոշակի վերաբաշխումներ եւ շուրջ 82 միլիոն դրամը ԱԳՆ-ի արդեն հատկացված բյուջեից 25 թվականի կանենք, իսկ շուրջ 52 միլիոն դրամն էլ արդեն Պաուստային ֆոնդից ենք խնդրում եւ շնորհակալություն գործընկերներին, որ հաստատեցին։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։